Սիրելի Զաքար, ձեր անձնական եւ ձեր ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն։ Խնդիրներ կա, բայց դուք հնարավորություն կունենաք այդ խնդիրներից հաղթանակով դուրս գալ։ Ձեզանից եմ շնորհակալ, ձեզանից եմ շատ շնորհակալ։ Ինչպես գիտեք, ես էստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում, ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է ծառայությունը կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսասանգի միջոցով։ Շնորհակալ եմ ձեր նվերների համար, շնորհակալ եմ ձեր լայքերի համար։ Գիտեմ, սիրելի Զաքար, շատ շնորհակալ եմ, որ հետևում եք, շատ ուրախ եմ, որ հետևում եք։ Շնորհակալ եմ լայքերին։ Լիլիթ, սխալ է գրած, Լիլիթ 45 տարեկան անձնական, Լիլիթ 45 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Լիլիթի համար, Լիլիթ 45 տարեկան անձնական, Սիրելի Լիլիթ, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա թուղթուտիր, ձեր վրա կա մագիա։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս կախարդանկը, այս մագիան ձեր վրայից մաքրեք եւ ձեր անձնական ոլորտում կլինի հաջողություն։ Ձեր անձնականը գալիս տեղ չի ասնում, սիրելի Լիլիթ։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ կլինի անձնական, խորեն 27 տարեկան անձնական, խորեն 27 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի խորենի համար, խորեն 27 տարեկան անձնական, սիրելի խորեն ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեզք, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, անտեղի ժամանակ միտք կորցրեք, ձեր անձնականը այս նեգատիվը փակում է, եթե այս նեգատիվը չլինի եւ անձնական կլինի եւ հաջողություն կլինի, Գոհար 36 տարեկան ֆինանսական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Գոհարի համար, Գոհար 36 տարեկան ֆինանսական, կա խնդիրներ սիրելի Գոհար, գիտեք ինչ սիրելի Գոհար, ձեր ֆինանսականը փակված է, ձեր վրա կա նեգատիվ, դուք անընդհատ ֆինանսների կորուստ ունեք, աշխատանքի կորուստ, պարտքեր, վարկեր, ձեր մեկը երկուս չի դառնում, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, այս նեգատիվը ձեր վրայից մաքրեք սիրելիս եւ ձեր ֆինանսական ոլորտում կլինի հաջողություն, դուք այդ տարօրինակ իրավիճակից դուրս կգաք։ Արթուր 38 տարեկան անձնական, Արթուր 38 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տեզերքը մեր սիրելի Արթուրի համար, Արթուր 38 տարեկան անձնական, Սիրելի Արթուր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, ձեր անձնականը փակված է, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Արթուր, եւ անձնական կլինի, եւ գործնական հաջողություն կլինի, ձեր վրա կախարդանք կա, ձեր վրա գիրք կա, որը փակում է ձեր անձնականը, Յուրայը 22 տարեկան անձնական գործնական,
յուրա 22 տարեկան անձնական գործնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի յուրայի համար։ Սիրելի յուրա ձեր և անձնական և գործնական ոլորտում լինելու է հաջողություն, ինչ երազանքներ նպատակներ որ ունեք, սիրելի յուրա, ձեր երազանքները նպատակները կատարվելու են։ Վարդիթեր 38 տարեկան, Վարդիթեր 38 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի վարդիթերի համար, Վարդիթեր կա խնդիրներ, սիրելի վարդիթեր, սիրելի վարդիթեր, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք և անձնականն է փակված և գործնականն է փակված, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի վարդիթեր, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Մեսալինա 22 տարեկան անձնական, Մեսալինա անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Մեսալինայի համար։ Կա խնդիրներ, սիրելի Մեսալինա, կա խնդիրներ, սիրելի Մեսալինա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս։ Արտակ Լուսինե անձնական, Արտակ Լուսինե անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը։ Սիրելի Արտակ, սիրելի Լուսինե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն և ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Նունե 28 տարեկան անձնական, Նունե 22 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Նունեի համար։ Կա խնդիրներ, սիրելի Նունե, սիրելի Նունե, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, ուղղակի որոշակի ժամանակ է ցույց տալիս, մի վախեցեք, մի հիասթափվեք, ձեր անձնական ոլորտում ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Նունե, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Թինա 30 տարեկան ընտանեկան, Թինա 30 տարեկան ընտանեկան, Սիրելի Թինա, ձեր ընտանեկան ոլորտում լինելու է ֆինանսական հաջողություն, եթե նույնիսկ խնդիր կա, պրոբլեմ կա ֆինանսական ոլորտում, դուք կարողանալու եք այդ ֆինանսական խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս գալ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Շնորհակալ եմ։ Լուսինե 62 տարեկան, ձեր տան հարցը կլուծվի, թե ոչ։ Լուսինե 62 տարեկան, ձեր տան հարցը կլուծվի, թե ոչ։ Ցույց է տալիս, որ կան խնդիրներ։ Գիտեք ինչ, որոշակի խնդիրներ է ցույց տալիս, բայց այո, դրանից հետո ձեր տան հարցը կլուծվի։ Ինչ-որ բարդություններ ու խնդիրներ կա, բայց դուք այդ բարդությունները, խնդիրները կհաղթահարեք, ձեր տան հարցը կլուծվի։ Վալոդյա 18 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Վալոդյայի համար։
Վալոդյա 18 տարեկան անձնական Սիրելի Վալոդյա, ձեր եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակներ, ձեր բոլոր երազանքները, նպատակները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար, շատ շնորհակալ եմ։ Սվետա 56 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սիրելի Սվետա, ձեր կյանքի բոլոր ոլորտներում լինելու է հաջողություն։ Եթե խնդիր կա, պրոբլեմ կա, թողնում եք անցյալում, ձեր դեմ բացվում է հաջողության ճանապարհ։ Եվ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում հաջողություն է ցույց տալիս։ Սիրելի Սվետա, շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Սարգիս Մարե գրեք ձեր տարիքը։ Մայրամ 42 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 40 տարեկան, կա խնդիրներ սիրելի Մայրամ, եւ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում կա դժվարություններ։ Գիտեք ինչ, սիրելի Մայրամ, ձեր վրա կա նեգատիվ, որը փակում է եւ անձնականը, փակում է եւ գործնականը, կա նաեւ վախեր։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, մաքրման գործողություն կատարեք, ձեր վրա պաշտպանություն դրեք եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Այդ վախերն ու տագնապները, այդ դեպրեսիան է, դուք այդ դեպրեսիայից դուրս կգաք։ Ձեր վրա նեգատիվ կա, որը փակում է ձեր հաջողության ճանապարհը։ Սարգիս Նարե, տեսնենք ինչ ասում տիեզերքը։ Սարգիս Նարե, չեմ նայում անչափահաս է, չեմ նայում։ Գրում եք ձեր տարիքը, անունը, տարիքը, անչափահասներին չեմ նայում։ Մայրամ 30 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Մայրամի համար։ Մայրամ 30 տարեկան։ Սիրելի Մայրամ, ձեր հատկապես անձնական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր կա, պրոբլեմ կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Երազանք ու նպատակ ունեք հատկապես ձեր անձնական ոլորտի հետ կապված, ձեր այդ երազանք նպատակը կատարվելու է։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Անի 21 տարեկան, ինչ է սպասվում։ Կա խնդիրներ սիրելի Անի, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր կյանքի բոլոր ոլորտներում է լինելու է հաջողություն։ Ինչ երազանք որ ունեք սիրելի Անի, ձեր երազանքները կատարվելու են եւ ֆինանսական ոլորտում է ցույց տալիս հաջողություն եւ անձնական ոլորտում։ Խնդիրներ կա, այդ խնդիրներից հաղթանակով դուրս եք գալիս, սիրելի Անի։ Անահիտ 24 տարեկան, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Անահիտի համար։ Անահիտ 24 տարեկան, սիրելի Անահիտ, ձեր վրա կա թուղթուկիր, որը փակում է ձեր անձնականը, փակում է ձեր գործնականը, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Սամվել 23 տարեկան, տեսնենք ինչ ասում տիեզերքը մեր սիրելի Սամվելի համար։
23 տարեկան կա խնդիրներ սիրելի Սամվել, կա դժվարություններ, գիտեք ինչ սիրելի Սամվել, եւ օրենքի պետական դռների հետ կապված խնդիրներ կա, ֆինանսական դռների հետ կապված խնդիրներ կա, անձնական ոլորտի հետ կապված խնդիրներ կա։ Գիտեք ինչ սիրելի Սամվել, ձեր վրա կա դեկատիվ, դա ոչ թե թուղթուղիր է, հնարավոր է ուղղակի լինի աչք, բայց աչքը ինչ որ ժողովրդական բանախոսության մեջ ասում են, աչք նավս, որը չի թողնում, որ դուք առաջ գնաք։ Դիմեք էքստրասենսի սիրելի Սամվել, կատարեք մաքրման գործողություն, դրեք ձեզ պաշտպանություն եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Ինչ ցանկանում եք, որ ստացվի, չի ստացվում։ Ինչի մասին երազում եք, չի ստացվում, որ դուր գնում եք, թագում եք, այդ դուրը չի բացվում, որովհետև ձեր վրա կա աչք։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն եւ այդ նեգատիվից մաքրվեք ու դրեք պաշտպանություն։ Օվսանա 43 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Օվսանայի համար։ Սիրելի Օվսանա, ունեք առողջական խնդիր, ձեր անձնականը փակված է, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա թուղթուղիր, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, եւ անձնականն է փակված, եւ առողջականն է փակված, եւ ֆինանսականն է փակված, սիրելիս, դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այդ նեգատիվից, եւ ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն, կլինի հաղթանակ։ Կարո 31 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Կարոյի համար։ Կարո 31 տարեկան անձնական։ Սիրելի Կարո, ձեր անձնական ոլորտում, նաև ֆինանսական ոլորտում լինելու է հաջողություն, եթե խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրես պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Խնդիրը պրոբլեմը թողնում եք անցյալում։ Քրիստինե 45 տարեկան անձնական։ Քրիստինե 45 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Քրիստինեի համար։ Սիրելի Քրիստինե, ձեր վրա կա թուղթուղիր, ձեր վրա կա մագիա, ձեր անձնականը փակված է։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, եւ կլինի անձնական, եւ կլինի հաջողություն։ Քանի կա այս նեգատիվը, սիրելի Քրիստինե, քանի գնում այնքան խնդիրներ ու դժվարություններն ու բարդությունները շատանում են։ Էլիզա 35 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում տիեզերքը մեր սիրելի Էլիզայի համար։ Էլիզա 35 տարեկան անձնական, կա խնդիրներ, սիրելի Էլիզա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, խնդիրները թողնում եք անցյալում, սիրելի Էլիզա, ինչ երազանք նպատակ, որ ունեք ձեր անձնական ոլորտում, ձեր երազանքները, նպատակները կատարվելու են, խնդիրներից, պրոբլեմներից դուրս եք գալիս։ Ինչ երազանք, որ ունեք, սիրելի Էլիզա, հատկապես ձեր անձնական ոլորտում, ձեր երազանքները կատարվելու են։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի ու սրտիկների համար։ Աիդա 38 տարեկան անձնական, Աիդա 38 տարեկան անձնական,
Սիրելի Աիդա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Աիդա, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե խնդիր էլ ունեք, պրոբլեմ էլ ունեք, խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Յանա 30 տարեկան անձնական Յանա 30 տարեկան անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Յանայի համար։ Սիրելի Յանա, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ինչ երազանք նպատակ որ ունեք կատարվելու է, եթե խնդիր է կա, պրոբլեմներ կա, դուք այդ խնդրից պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Այո, սիրելիներս, ես մաքրում նույնպես կատարում եմ, կարող եք նաև ինձ դիմել, ինչպես ձեզ հարմար է, այնպես էլ կարող եք անել։ Շնորհակալ եմ նվերների համար։ Դուք զանգեք, ես ձեզ արժեքները կբացատրեմ, սիրելիս։ Դուք ինձ զանգեք, ինձ գրեք, ես կբացատրեմ։ Շնորհակալ եմ նվերների, լայքերի համար։ Աշխեն Հեղինե անձնական Աշխեն Հեղինե անձնական, տեսնենք ինչ ասում դեզերքը։ Կա խնդիրներ, սիրելի Աշոտ, սիրելի Հեղինե, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Եթե խնդիրները կա, այդ խնդիրներից ազատվում եք, հաղթանակով դուրս եք գալիս։ Անժելա 32 տարեկան գործնական Անժելա 32 տարեկան գործնական, տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Անժելայի համար։ Սիրելի Անժելա, ձեր վրա կա մագիա, ձեր վրա կա կախարդանք, որը փակում է և ձեր գործնականը, փակում է և ձեր անձնականը։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից և ձեր կյանքի բոլոր ոլորտներում և գործնական և անձնական կլինի հաջողություն։ Շնորհակալ եմ նվերների համար, շնորհակալ եմ լայքերի համար։ Շնորհակալ եմ։ Սվետա 43 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում դեզերքը մեր սիրելի Սվետայի համար։ Սվետա 43 տարեկան անձնական Սիրելի Սվետա, ձեր վրա կա թուղթուգիր, ձեր վրա կա տոհմական անեսք, ձեր և անձնականն է փակված և գործնականն է փակված։ Դիմեք էքստրասենսի, դիմեք պայծառատեսի, կատարեք մաքրման գործողություն, դուրս եկեք այս նեգատիվից, սիրելի Սվետա, և ձեր կյանքի բոլոր ոլորտներում կլինի հաջողություն։ Դուք անընդհատ գալիս գտնում եք խնդիրների, պրոբլեմների մեջ։ Դավիթ 36 տարեկան անձնական, տեսնենք ինչ է ասում դեզերքը մեր սիրելի Դավիթի համար։ Դավիթ 36 տարեկան անձնական Սիրելի Դավիթ, ձեր անձնական ոլորտում ցույց է տալիս հաջողություն, ցույց է տալիս երջանկություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե նույնիսկ խնդիր է կա, պրոբլեմ է կա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Արմինկա 38 տարեկան անձնական
Արմինկա 38 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Արմինկայի համար։ Կա խնդիրներ սիրելի Արմինկա։ Եվ անձնական ոլորտում, եւ գործնական ոլորտում, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր եւ ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ։ Թինա 33 տարեկան ֆինանսական։ Թինա 33 տարեկան ֆինանսական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Թինայի համար։ Կա խնդիրներ սիրելի Թինա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր ֆինանսական ոլորտում եւ անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է հաղթանակ։ Շնորհակալ եմ նվերների համար։ Ռուզաննա 47 տարեկան անձնական։ Ռուզաննա 47 տարեկան անձնական։ Սիրելի Ռուզաննա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, սիրելի Ռուզաննա, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Եթե խնդիր կա, եթե պրոբլեմ կա, սիրելի Ռուզաննա, դուք այդ խնդրից, պրոբլեմից հաղթանակով դուրս եք գալիս։ Ջուլիետա 30 տարեկան անձնական։ Ջուլիետա 30 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Ջուլիետայի համար։ Կա խնդիրներ սիրելի Ջուլիետա, բայց այդ խնդիրները ժամանակավոր են, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն։ Ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Լիանա 26 տարեկան անձնական։ Լիանա 26 տարեկան անձնական։ Տեսնենք ինչ ասում դեզերքը մեր սիրելի Լիանայի համար։ Սիրելի Լիանա, ձեր անձնական ոլորտում լինելու է հաջողություն, լինելու է ամուսնություն, լինելու է երջանկություն, ինչ երազանք նպատակ որ ունեք, ձեր երազանքը նպատակը կատարվելու է։ Ինչպես գիտեք, ես էքստրասենս պարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վեդայական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, թալիսմաններ եմ պատրաստում եւ ակտիվացնում։ Ես Երևանում եմ, եթե ցես անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարողանում այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Իմ բոլոր եթերները պահպանվում են իմ յութուբյան ալիքներում, Instagram-ում, կոնտակտում, Facebook-յան ալիքներում, TikTok-յան ալիքներում, գրանցվեք, որպեսզի ինֆորմացված լինեք։ Այսօր ավարտում եմ իմ ուղիղ եթերը, սիրելիներս, կարող եք վաղը նորից մտնելու եմ ուղիղ եթեր, ում հարցերին որ չկարողացա պատասխանել, դուք կարող եք գրել, ես ձեր հարցերին կպատասխանեմ։ Այսքանը սիրելիներս, հաջողություն, ստեսություն։ Գրանցվեք իմ ալիքներին նման ձևով ձեր շնորհակալությունը կհայտնեք։